Պարոն Համբարձումյան, ազգային անվտանգության ծառայության տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը հայտարարեց, որ կաթողիկոսի եղբայրը սովետական միության KGB-ի գործակալ է եղել։ Դուք զբաղեցրել եք ԱԱԾ տնօրենի պաշտոնը, այս մասով տեղեկություններ ունեք, թե ոչ։ Նարեկ, այդ հարցին արդեն ես անդրադարձել եմ ձեր գործընկերոջ մոտ հարցազրույցի ընթացքում։ Տեղեկություններ ունենալը այսպես է, տեղեկությունները ես համարվում եմ, որ ընդհանրապես չպետք է մեկնաբանվի, այդ թեմայով ընդհանրապես չպետք է խոսվի, որովհետև այդ տեղեկությունը հանդիսանում է պետական գաղտնիք, եւ այդ տեղեկություններին անդրադառնալը վտանգում է ողջ անվտանգային համակարգը, եւ համար անհասկանալի է, թե ինչու ազգային անվտանգության ծառայությունը գնաց այդ քայլին, գաղտնազերծեց այդ ինֆորմացիան եւ ոչ միայն գաղտնազերծեց, այլև տրամադրեց լրատվական հանրությանը։ Այսինքն դա փաստ է, միայն այստեղ խնդիրն այն է, որ դա գաղտնազերծվել է։ Դատելով ԱԱԾ տնօրենի հայտարարությունից իրենց կողմից հաստատված փաստ է։ Դուք ձեր պաշտոնավարման ընթացքում նման փաստաթղթերի հետ չեք ծանոթացել։ Ես չեմ ուզում մեկնաբանել, այն տվյալները, որոնք վերաբերում են իմ գնահատմամբ հանդիսանում են պետական գաղտնիք եւ ընդհանրապես դրա շուրջ մեկնաբանություն տալը, հաստատելը կամ հերքելը իմ կարծիքով սխալ է։ Բայց ինչու՞, սովետական միությունն էլ գոյություն չունի, KGB գոյություն չունի։ Դա կապ չունի։ Ի վերջո, տեսեք, ուզում եմ դուք հարցին մեկ այլ տեսանկյունից նայեք։ Խորհրդային միությունը, սովետական միությունը եղել է մեր հայրենիքը։ Հայաստանի Հանրապետությունը եղել է սովետական միության մի մասը, մի մասնիկ է, այսպես ասած, հանրապետություններից մեկը, եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, ովքեր ապրել են տվյալ ժամանակահատվածում, բնականաբար խորհրդային միությունում, խորհրդային միության պետական անվտանգության կոմիտեն, ՊԱԿ-ը, համարել են իրենց հայրենիքի հատուկ ծառայությունը, եւ այդտեղ ես ոչ մի արատավոր բան չեմ տեսնում, որ մարդիկ գնացել են համագործակցության սեփական երկրի անվտանգության ծառայության հետ։ Պարոն Համբարձումյան, ԱԱԾ-ն նաև նշում է, որ կաթողիկոսի եղբայրը հիմա էլ է շարունակում ինչ-որ հատուկ ծառայությունների հետ աշխատել։ Սա եւս օտարերկրյան, որում ոչ թե մեր Հայաստանի ԱԱԾ-ի։ Սա նույնպես դուք այդ տրամաբանության մեջ եք նկատում։ Դիտարկում։ Ես ընդհանրապես չեմ հասկանում տրված ձևակերպման իմաստը, այսինքն ինչ է նշանակում շարունակում է համագործակցել օտարերկրյա հատուկ ծառայությունների։ Պետական դավաճանություն է անում։ Եթե պետական դավաճանություն է անում, հետեւաբար հանցագործություն է տեղի ունենում։ Ընդհանրապես պետական դավաճանության կամ լրտեսության հանցակազմերով գործերը լրություն են սիրում։ Լրություն են սիրում։ Դա նշանակում է, որ ոչ միայն անձին չպետք է այդպես մեղսագրես ու այդպես ներկայացնես հանրորեն, այլ պետք է լրության շրջանակներում գործողություններ իրականացնել, որպեսզի կարողանաս մարդու մեղքը հիմնավորես։ Հակառակ պարագայում ստացվում է, որ դու մարդուն մեղադրում ես մի արարքի մեջ, որի հետ կապված, ես չգիտեմ էլ նույնիսկ բռնելուց հետո նույնիսկ տևական ժամանակ, այսինքն բացահայտելուց հետո նույնիսկ տևական ժամանակ դրա շուրջ այդ դեպքի մասին չէր հանրայնացվում, տվյալները չէին ներկայացվում, այսինքն քննությունը ընթանում էր, ձեռք էին բերվում բավարար ապացույցներ, գալիս էր նախաքննության մի փուլ եւ պասնում էր որոշակի ժամանակ, երբ արդեն, այսպես ասած, ավելի խաղաղ իրավիճակ էր լինում քրեական գործի շրջանակներում, ինչ պետք է բացահայտվեր, ըստ էության բացահայտվեց, նոր հրապարակում էին։ Ընդ որում նույնիսկ դատարան գնալուց հետո էին հրապարակում, որ ինչ գործ ուզում եմ ասել, որ այդպիսի որակում տալը անձի վերաբերյալ, որի հետ կապված այս պայծության համենայնդեպս որքանով ես գիտեմ, մեղադրանք չկա, կարծում եմ սխալ է։ Դուք ծանոթացել եք թղթերի, որտեղ գործակալների անուններ են գրված եղել, պարոն Համբարձումյան։ Նշանակում ձեր ձևակերպում իմ համար անհասկանալի է։ Եթե ի պաշտոն է, դու զբաղեցնում ես այն պաշտոնը, որը քեզ թույլ է տալիս դոստուպ ունենալ, այսինքն հասանելի լինես այդ փաստաթղթերին, իհարկե։ Եվ այդ թղթերում դուք օրինակ տեսել եք ամենայն հայոց կաթողիկոսի անունը, որ համագործակցում է օտար պետության հատուկ ծառայության։ Հարգելով, տեսեք, դուք ինձ առաջարկեցիք քիչ առաջ ձեզ հարցազրույց տալ, ես կտրվելով իմ առօրյա գործերից ձեզ ընդառաջեցի, որտեղ ձեր աշխատանքը ես շատ հարգում եմ եւ տեսնում եմ որքան։ Դե հիմա խնդրում եմ պատասխանեք հարցին։ Ես պատասխանում եմ, որ ես արդեն ձեր հարցին պատասխանեցի,
Չէ, ես ամենայն հայոց կաթողիկոսի հետ կապված եմ հարցնում։ Ձեր հարցերը պետք է մնան անպատասխան։ Ինչու։ Որովհետև չի կարելի Այսինքն չի կարելի։ ինչպես վարչապետն է հայտարարում կաթողիկոսը օտար ծառայության, վարչապետը սխալ է անում։ Չի կարելի նման մեկնաբանություն։ Ես ճիշտ եմ հասկանում, որ այդ խնդիրները կան, բայց դրանց պետք է որ օրինակ հոգևոր վերնախավը հատուկ ծառայությունների այլ պետության հատուկ ծառայություններին ինչ որ բան է զեկուցում կամ համագործակցում է դրանք կան, բայց պետք է դրանց մասին լռել։ Ձեր ասածը դա է նշանակում։ Դուք ճիշտ չեք հասկանում կամ հիմա ամեն դեպքում սխալ եք մեկնաբանում իմ ասած։ Ես այդպես չեմ ասում, ես ասում եմ, եթե կա նման արարք, դե հիմա դուք ծանոթացել եք, դուք եթե կա նման արարք, ես շեշտում եմ, նորից եմ ձեզ ասում, եթե կա նման արարք, դա քրորեն պատժելի արարք է, դա պետական դավաճանության հանցակազմն է։ Բայց դուք այն եզակի մարդկանցից եք կներեք, որ եթեով պետք է չխոսեք։ Ես ձեզ ասում եմ, նորից եմ ասում, եթե կա նման արարք, ուրեմն այդ արարքը պարունակում է հանցակազմ եւ դա պետք է ունենա քրեիրավական հետևանքներ։ Եթե ես, հիմա ձեր հարցին ուղղ եմ պատասխանում, եթե ես իմանամ կամ իմանայի, որ մեր հայրենակիցներից հոգեվորական կլինի, աշխարհիկ կլինի, գիտնական կլինի, բիզնեսմեն կլինի, ուսուցիչ կլինի կամ չգիտեմ այլ ոլորտի ցանկացած ոլորտի անձ, ով համագործակցում է այլ պետությունների հատուկ ծառայությունների հետ եւ դրա հետևանքով բնականաբար վնաս է հասցվում Հայաստանի Հանրապետության անվտանգության շահերին, իհարկե կնախաձեռնեի օրենքով իմ իրավասությունների տակ գտնող բոլոր հնարավորությունները եւ կառաջացնեի քրեիրավական հետևանքներ։ Հիմա խնդրում եմ ուղիղ ասել, կաթողիկոսի անունը կար, թե չէ այդ ցանկում։ Ես նորից եմ ասում, ես գտնում եմ, որ նման հարցերը չպետք է մեկնաբանել, եթե կային տվյալներ, որ կաթողիկոսի եղբայրը, կան տվյալներ, եթե որ կաթողիկոսի եղբայրը շարունակում է համագործակցել Ռուսաստանի Դաշնության կամ որևէ այլ պետության հատուկ ծառայությունները, դա արդեն էլ խորհրդային միություն չի, սա արդեն մի երկիր չի, դա առանձին երկիր, առանձին պետությունի ծառայությունների է եւ գործում է ի վնաս Հայաստանի Հանրապետության։ Ոչ միայն պետք է այսպես հայտարարել տարբեր պաշտոնյաների մակարդակով մեկնաբանություններ, պետք է նախաձեռնվի քրեական վարույթ եւ անձը պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության։ Ինչ է կարծում կա քրեական վարույթ նախաձեռնելու։ Ինչ շատ հետաքրքիր, օրինակ ես խոր դուք այսպես ասած պրպտացող լրագրող եք եւ ձեզ կառաջարկի անպայման լրագրողական հարցում անել, որովհետեւ այս հայտարարություններից հետո այս հայտարարությունների պայմաններում չի կարող չլինել։ Չէ, դուք որ ասում եք պաշտոնե ծանոթացել եք այդ տեղեկություններին, ովքեր են համագործակցում։ Ես չեմ կարող ձեզ ասել, ես ձեզ ասում եմ, եթե լինեին իմ մոտ տվյալներ, որ անձը համագործակցում է այլ պետությունների հատուկ ծառայությունների հետ, եւ այդ համագործակցության փաստը վկայող բավարար ես տվյալներ ունենայի, միանշանակ կձեռնարկվեր քրեական վարույթ եւ կանցկացվեր բոլոր համապատասխան միջոցառումները։ Կներեք, բայց ստացվում է, որ դուք բոլոր տեղեկություններին չեք ծանոթ եղել, որտեղ ԱԱԾ-ն թուղթ հրապարակեց։ Ես չեմ կարող, հիմա չգիտեմ, ես չեմ կարող ասել ԱԱԾ-ի թուղթը այդ ինֆորմացիան 20 թվականից հետո է ձեռբերվել կամ համագործակցությունը երբ է սկսվել։ Դուք ձեր գնահատականում կատեգորիկ այսպես գնահատական եք տալիս, չիմանալով, չունենալով բավարար տվյալներ։ Ես հողում եմ անում ԱԱԾ-ի հրապարակած։ Չէ, ԱԱԾ-ի հրապարակման կեղծ էր դա։ Ոչ, ԱԱԾ-ի հրապարակը չեմ կարող ասել, ինչ իմանամ ես։ ԱԱԾ-ի հրապարակման ժամկետ չէր նշվում, թե երբանից է ԱԱԾ-ի եզրասրբազանը համագործակցում, եթե նույնիսկ համագործակցում է։ Եվ ի վերջո ելի եմ կրկնում, եթե նա համագործակցում է, ուրեմն պետք է լինի քրեական վարույթ։ Մեր կապարանոց նման հայտարարություն անելը ես բացառում եմ ու սխալ եմ համարում։ Եվ պարոն Համբարձումյան, ԱԱԾ տնօրենի խոսույթը ինչպես կմեկնաբանեք, օրինակ կաթողիկոսին դիմում է այն ձևակերպամբ, ինչ քաղաքական գործիչները Կտրիչ Ներսիսյան, ճիշտ է վարչապետի ենթակայությամբ գործող կառույց է, բայց ապաքաղաքական է համարվում։ Գիտեք, այստեղ ամբողջ process-ը գալիս է նրանից, որ վարչապետն է այդպես դիմում։ Եվ վարչապետի ենթակայությամբ աշխատող մարմնի ղեկավարը կարծում եմ այսօր դուք հարցնեք գերատեսչությունների ղեկավարներին, նույն կերպ են արտահայտվելու։ Իսկ ես դա համարում եմ սխալ։ Եվ պարոն Համբարձումյան, վերադառնալով նախորդ թեմային, դուք որ ասեցիք ծանոթացել եք նման տեղեկությունների։ Ինչ նույն տեղեկությունների։ Գործակալների վերաբերյալ։ Իհարկե։ Ծանոթացել եք, չէ՞։ Հիմա կան այդ անձանցից, որոնք ակտիվ խաղացողներ են քաղաքական դաշտում։ Ես չեմ կարող դա մեկնաբանել։ Չէ, դուք եկեք մի հատ հասկանաք, ինչ նշանակում գործակալներ, գործակալ լինելը, տեսեք, եկեք, լսեք ես ձեզ ասեմ։ Մի վատաբան է գործակալ լինելու այդ ինստիտուտը։
մի փորձեք սևացնել գործակալ լինելը, հայ անձ ով համագործակցում Դա լավ բան է։ Եթե համագործակցում է օգնում է սեփական երկրի անվտանգության ծառայության, իհարկե լավ բան է։ Իհարկե լավ բան է, բայց վատ բան է, եթե օգնում են բացահայտել տարբեր տեսակի հանցագործություններ։ Չէ, բայց եթե այլ պետության հատուկ ծառայության դուք տարանջատեք, այ ձեր խնդիրը դրանում է, որ դուք չեք տարանջատում։ Եթե անձը շեշտում են, դուք ինձ լավ լսեք, եթե անձը համագործակցում է ազգային անվտանգության սեփական երկրի հատուկ ծառայություն, դա իմ համար լավ բան է։ Օրինակ Արարատ Միրզոյանը, օրինակ վերցնենք Արարատ Միրզոյանը։ Տեսեք, Արարատ Միրզոյանը հաստատեց, չէ՞ որ ասաց, այո, ես անվտանգության ծառայության աշխատանքիցների հետ հաշվի առնելով իմ աշխատանքի բնույթը որոշակի իմաստով համագործակցել, ու լավ է արել։ Բայց դուք ո՞նց եք պատկերացնում սեփական անվտանգության ծառայության հետ չհամագործակցել։ Հիմա դուք չեք ուզենա, եթե դուք ձեզ կոնկրետ ասենք հասանելի լինի որևէ ինֆորմացիա, որը իրենից վտանգ կարող է ներկայացնել ազգային անվտանգության ծառայության համար, եւ դուք չգնաք համագործակցության ԱԱԾ-ի հետ, չներկայացնեք ձեզ հասու ինֆորմացիան, ես կհամարեմ, որ դուք որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի Չէ, կներեք, հանցագործության մասին հաղորդում տալը այլ բան է, բայց ստորագրել որ դուք չեք պատկերացնում պարզապես համագործակցություն ինչ է նշանակում։ Ստորագրում եք, ասում եք, այո, ես ուզում եմ ձեր հետ գաղտնի համագործակցեմ, հետո վատ բան է անում։ Ինչ է անում, որպեսզի դուք հասկանաք վատն է արել թե լավը, ԱԱԾ-ի հետ համագործակցող անձը նարեք, ուրեմն դուք պետք է տեսնեք, թե նա ինչ բնույթի ինֆորմացիաներ է տրամադրել։ Միգուցե նա լուրջ հանցագործություն է կանխել, լուրջ օգնել է ձեզ, չգիտեմ, լրտեսական խումբ բացահայտել։ Բայց հանցագործությունները ինչպես են բացահայտվում ըստ ձեզ։ Պարոն Համբարձումյան, հասկացա ինչ եք ասում։ Իսկ ինչ վերաբերում է օտարերկրի հատուկ ծառայությունների հետ համագործակցությանը, դա եղել է այդպիսի դեպքեր լինում են գրեթե բոլոր երկրներում։ Դες չթվա թե մյուս երկրներում չկան այդպիսի մարդիկ, ովքեր համագործակցում են այլ պարզապես հակահետախուզության իմաստն ձեր մեր Հայաստանի Հանրապետության անվտանգության ծառայության գործունեության հիմնական իմաստը հենց կայանում է դրանում, որպեսզի իրենք կարողանան կանխեն ու բացահայտել այն մարդկանց, ովքեր համագործակցում են այլ պետությունների հատուկ ծառայությունների հետ։ Պարոն Համբարձումյան, դուք տեղեկություններ տեսել եք ԱԱԾ-ին պաշտոն զբաղեցնելու ընթացքում անձանց, որոնք այլ հատուկ ծառայություն, այլ պետության հատուկ ծառայությունների հետ են համագործակցում։ Ոչ միայն տեսել եմ, ես նաև բազմաթիվ նման քրեական գործերով աշխատել եմ։ Որ երկրների հատուկ ծառայություն։ Դուք պետք է վերցնեք, նայեք, հիմնականում Ադրբեջան, մեր հիմնական հակառակորդը իրենք են եղել։ Իսկ Ռուսաստանի հատուկ ծառայությունը։ Ես նման դեպք չեմ մտաբերում։ Թուրքիայի հետ ունեցել ենք, այո։ Հիշում եք Ադրբեջանը, Թուրքիան, Ռուսաստանը չեք հիշում։ Դուք եթե data Alex-ով փնտրեք, դուք բազմաթիվ գործեր կգտնեք, եւ ընդ որում 18 թվականի, 20 թվականից հետո քանի դեպք բացահայտեցին։ Ես ճիշտ ասած դեպքերը մանր էին, որոնք հրապարակվեցին, այսպես չգիտեմ, աղջիկների հետ կապված պատմություններով ցածր պաշտոններ զբաղվող, այսպես ոչ էական տվյալներ ներկայացրած անձանց, նկատի ունեմ Ադրբեջանի հատուկ ծառայությունների, այդպիսի դեպքեր եղել են, լինում են ու ելի կլինեն։ Իսկ Ռուսաստանը այստեղ գործակալներ ունի։ Այդպիսի ձեր հարցը շատ վերացական է։ Չէ, ինչի է վերացական, կարող է լինեն։ Խադարկովսկի կենտրոնը կարող է եւ լինեն։ Ով կարող է դա բացառել։ Ով կարող է դա բացառել։ Ընդհանրապես ելի եմ ասում, պետությունների միջև, նույնիսկ դաշնակից պետությունների միջև, այդպիսի դեպքեր լինում են։ Վերցրեք արաբիական երկրները, վերցրեք Ամերիկայի Միացյալ Նահանգները, Իսրայելի հետ հարաբերությունները, մեկ էլ տեսնում եք, որ ասենք ինչ-որ ինֆորմացիաներ են գնում, դուք տեսնում եք, որ կարող են հատուկ ծառայությունները ազդել իշա սեփական երկրի այլ պետության ղեկավարների կողմից որոշումներ կայացնելու։ Կյանքն է, process-ն է այդպես։ Այնպես որ ես չեմ կարող բացառել, որ Ռուսաստանի դաշնությունը այստեղ եւս գործակալներ ունի կամ հակառակ process է։ Բայց ամեն դեպքում պետությունը, ընդհանրապես պետությունը թիրախավորում է իր հատուկ ծառայությունների համար կոնկրետ խնդիր է դնում եւ ընդգծում է դա այսպես ասեմ ստրատեգիկ իմաստով որոշում է թե ով է քո հակառակորդը եւ որ ուղղությամբ պետք է քո հատուկ ծառայությունները աշխատեն, որտեղից է քեզ վտանգ սպառնում։ Եվ վերջում պարոն Համբարձումյան, մշտապես նշվել է, որ ԱԱԾ-ն մեծ կախվածություն ունի Ռուսաստանից, քանի որ այնտեղ են սովորել FSB-ի ենթակայությամբ այդ ուսումնական հաստատություններն են ավարտել։ Ինչ այսպես վերահսկողություն ունի ռուսական հատուկ ծառայություններ մեր ԱԱԾ-ականների նկատմամբ։ Ձեր հարցի իմաստը նախ ասեմ, որ ես երկրները չեմ թվարկի, բայց ես պաշտոնապես ասում եմ, որ Հայաստանի Հանրապետության հատուկ ծառայության աշխատակիցները վերապատրաստում, ինչպես նաև դասընթացներ համագործակցության տարբեր իմաստներով անցնում են տարբեր երկրների հետ, այդ թվում նաև արևմտյան երկրների հետ։
Ես ինքս բազմաթիվ դասընթացների եմ մասնակցել։ Եղել եմ Բուդապեշտում, եղել եմ եվրոպական այլ քաղաքներում, եղել եմ նաև Մոսկվայում։ Դա նորմալ process է։ Այդպես կղզիացած դուք մի պատկերացրեք, որ ԱԱՑ-ը Դե ասում են հենց Ռուսաստանում հավաքագրում են եւ ուղարկում են այստեղ։ Հավաքագրում են, թե թող բռնեն։ Նարեկ, եթե անձը հավաքագրվում է, ստորագրություն է տալիս որևէ պետության հետ համագործակցությամբ, դա արդեն ավարտված հանցակազմ է։ Պատկերացրիք, պարտադիր չի, որ մարդը գնա այդ ինֆորմացիան ձեռբերի փոխանցի։ Եթե մարդը համաձայնություն տվեց, հավաքագրվեց, ձեր ասած արդեն ծածկանուն ընտրեց ու սկսեց համագործակցության համաձայնություն տվեց հատուկ ծառայությունների հետ, օտարերկրյա է շեշտում եմ, ոչ թե Հայաստանի Հանրապետության, դու գրայնդեր եք, այդ տարբերությունը տեսեք։ Այդ դա արդեն ավարտված հանցակազմ է։ Հետևաբար մեր հատուկ ծառայությունը, եթե այդ ինֆորմացիան ստանում են ու ունեն բավարար ապացույցներ դա հիմնավորելու համար, ուրեմն պետք է անձին քրեական պատասխանատվության ենթարկել։ Սա է, սա ակսիոմ է, իմացեք։ Դուք վստահեցնում եք, որ մեր ԱԱՑ-ականներն օրինակ կախվածություն չունեն Ռուսաստանի հատուկ ծառայություններից։ Ես դες ուղիղ եմ ասում, ես 22 տարի ծառայել եմ ԱԱՑ-ում եւ ծառայել եմ տարբեր, այսպես եղել եմ տարբեր ստորաբաժանումներում, հատկապես նաեւ քրեական գործերի շրջանակում։ Ես այդպիսի կախվածություն առաջին իսկ օրից մինչեւ վերջին օրը չեմ տեսել։ Եղել է համագործակցություն, առողջ մթնոլորտում, աշխատանքային մթնոլորտում, պրոֆեսիոնալ մակարդակով։ Շնորհակալություն։